Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան նրան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հյուրընկալել Եվրոպական հանձնաժողովի նախագահին եւ ապա նախատեսված երկկողմ փակ հանդիպումից հետո կողմերը հանդես են գալիս հայտարարություններով եւ ասուլիսով։ Առաջարկում եմ դիտել մեկ հատված։ Եվս մեկ անգամ ցույց տվեցին ամրությունը Հայաստանի ժողովրդավարության, Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 18 թվականին, կենդանի է եւ բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության բարեփոխումների խաղաղության ուղով եւ ավելի սերտ համագործակցության Եվրոպայի հետ գործընկերության։ Ես այստեղ ասել եմ, որ դուք կարող եք մեզ, ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիային հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ ես գիտեմ, որ դրա պտուղները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականները իրականություն դարձնել։ Հա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցության միջոցով խաղաղություն հաստատելու նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհանուր մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների եւ տրանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող եւ նախապատրաստվող ծրագրերին ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող։ Միաժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղության նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործել այն համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր եւ միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերական խոհագործական տեխնիկաներ որդեգրելու, ջրի կառավարման, նոր տեխնիկաներ ձեռք բերելու։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում եւ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի եւ հաջորդ սերնդի սրտերում եւ մտքում։ Դառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Համարյա տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական միությունը առաջ է գալիս, քայլ է անում, եւ ես այստեղ մի երկու բան ունեմ հայտարարելու։ Նախ եւ առաջ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հուլիսի։
Իդեպ Լայանը Հայաստան է ժամանում Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Նա ասել էր, որ Եվրոպական միությունը մոտ 200 միլիոն եվրո ֆինանսավորում կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային կապերի խթանման համար։ Լայանը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության աջակցելու համար, ամրապնդելով տարածաշրջանային կապը եւ տեղական համայնքներին նպատակային օգնություն տրամադրելով։ Ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ Խաղաղությունն արդեն իսկ այսօր իրականություն է, սակայն այն ամրապնդելու եւ երկարաժամկետ ու կայուն խաղաղության վերածելու համար մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, ասել է Ալիևը։ Իր հերթին Ֆոն դեր Լայենը նշել է, միասին մենք կարող ենք թղթի վրա գրված խաղաղությունը վերածել գործնական խաղաղության։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից այս ամիս հաղորդեցին, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացնում է 34 միլիոն եվրո մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ Ֆոն դեր Լայենի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը 2 շաբաթ անց Եվրամիությունը արդեն իսկ իրականացնում էր Հայաստանի եւ նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս ֆինանսական աջակցությունը նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղված առևտրի դյուրացման ու համերաշխության միջոցառումները։ Մայիսի սկզբին Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Եվրամիությունը եւ Հայաստանը շարունակում են սերտ համագործակցությունը, խորացնելով գործարար կապերը եւ ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով քրեական հետապնդում, գույքի վերականգնում ու բռնագանձման գույքի կառավարում քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում թեմայով միջազգային համաժողովին շնորհավորելով ներկաներին դատախազության աշխատողի օրվա առիթով եւ ընդգծելով այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարեւորությունը, Նիկոլ Փաշինյանը նշել է, թե կա թյուրըմբռնում, կա ընդհանուր ընկալում եւ այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը եւ ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում, բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետեւ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից ու միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ եւ ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է վերելու եւ ինչի է հանգեցնելու, եւ այս առումով ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում իհարկե եւ ժողովուրդը եւ կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականություն, կառավարության եւ կառավարող մեծամասնության շատ կարեւոր սյուներից մեկն է, ասել է նա։ Նա անհանգստացնող փաստ է համարել հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ, այդ թվում միջազգային վարկանիշներում որոշակի լճացման փուլում գտնվելը։ Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ արդարությունը եւ արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն ժողովրդի հետ։ Իմ պատկերացմամբ արդարադատությունը եւ արդարությունը ինքը դիտարկվում է միայն եւ միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետեւ այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է արդարությանը եւ արդարադատությանը։ Այստեղ ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա եւ այդ աղբյուրը սուվերենն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունը ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից։ Ես առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա էլ եմ ասում, իմ կարծիքով մեր իրավական սոցիալ հոգեբանության մեջ այս խնդրը լրջորեն գոյություն ունի։ Արդարությունը եւ արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն ժողովրդի հետ։ Ես չեմ ասում, թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության եւ արդարադատության տեսքով։ Ընդհակառակը, արդարության եւ արդարադատության ինստիտուտները ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ
եթե պայմանականորեն ասենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ ժողովուրդը վրեժի կամ վենդետայի ցանկություն ունի, արդարության եւ արդարադատության ինստիտուտները հենց սա պետքա սահմանափակեն, բալանսավորեն եւ բերեն ճիշտ տրամաբանության մեջ, որպեսզի նաեւ պոտենցիալ մեղադրվողների կամ ամբաստանվողների շահերը եւ իրավունքները պաշտպանվեն։ Բայց ես կարծում եմ, որ իրականում այս բանաձևը մեզ չի հաջողվել Հայաստանում ներդնել առաջին հերթին, ելի եմ ասում իմ կարծիքով իրավական մենթալիտետի պատճառով եւ իրավական սոցիալ հոգեբանության պատճառով Վարչապետը նշել է, որ նախընտրական քարոզարշավը եւ ընտրությունները ձևակերպել են հարցեր եւ դատաիրավական համակարգն այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի։ Եթե այդ հարցերին երկար ժամանակ կոնկրետ պատասխաններ չհնչեն, դա նշանակում է Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերի պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է եւ այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Եվ մյուս կողմից ես հավատում եմ, հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ բռնումը բավականին հուսալի հենարան է ձևավորել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում, ասել է Փաշինյանը։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային հումանիտար ոլորտներին։ Կառավարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ռուսական կողմն այս դեպքում էլ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հաղթանակի առիթով։ Զրույցը տեղի է ունեցել հայկական ապրանքների ներկրման հարցում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների ու հայ-ռուսական լարվածության ֆոնին։ Մոսկվան մի քանի ամիս է հորդորում է Երևանին ընտրել, մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ, թե պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը։ Իսկ ահա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան-Ուշիուշով հետևում է Հայաստանում օրենսդրական փոփոխություններին, ակամայից հիշելով Մոլդովայում կատարվածը։ Ну, конечно, мы тоже видели эту законодательную инициативу, которую почему-то в спешке стараются протащить до истечения срока полномочий текущего парламента Армении. Ее полноценный правовой анализ, конечно, должен остаться за экспертами. Хотя некоторые армянские специалисты уже усматривают в этих новеллах возможные противоречия с положением действующей в Армении Конституции. Но суть-то в другом, как, в общем, это и очевидно, и, как правило, законы призваны защищать права граждан той или иной страны. Здесь же получается как будто даже и наоборот. Люди с армянскими паспортами лишаются части своих основополагающих прав, ну то есть в частности участвовать в выборах. С учетом активной работы в республике европейских специалистов невольно вспоминается избирательная кампания в Молдавии в 2025 году. Тогда, если вы помните, режим Санду целенаправленно делал все, чтобы не позволить находящимся в России соотечественникам реализовать свое избирательное право. В случае с Арменией получается так же. Диаспора останется сегрегирована от общественно-политической жизни своей страны, своего народа. Примечательно и то, каким образом законопроект преподносится людям, а объясняется широкой общественности, как это все вбрасывается в информационную среду. Мы видели, что в ряде правительственных средств массовой информации его представляли в качестве средства, я даже вот выписала, для борьбы с мифическими гибридными атаками Кремля, который, дескать, пытался задействовать ресурс армянской диаспоры России в контексте парламентских выборов. Вы знаете, я думаю, что этот миф просто разбивается, а цифры, публично представленные службой нацбезопасности Армении, согласно их данным, в мае-июне 2025 года в республику въехало больше граждан, чем за аналогичный период текущего года. Так кто же в итоге нечист на руку? Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ընտրություններից հետո մենք փաստորեն միասին առիթ չենք ունեցել ամփոփելու տեղի ունեցածը
եւ այն զարգացումները, որոնք հետընտրական այս փուլում են տեղի ունենում։ Ես ներկայացրի օրինակ, որ տեղի ունեցել Միշուստին Փաշինյան հեռախոսազրույց եւ երկու կողմերի տարածած հաղորդագրությունները նույնաբովանդակ էին, դրանք տեսակնդով մշակութային, հումանիտար, տնտեսական բնույթի, բայց դրանցում մեկտող անգամ չկար շնորհավորանքի հետ կապված հարաբերությունները ինչպիսին են շարունակում մնալ, բայց նաեւ տեսնում ենք այնտեղից թե ինչ ուշի ու շով են հետևում այն բոլոր գործընթացներին, որ Հայաստանում են տեղի ունենում, մի դեպքում անդրադառնում են Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիմա ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետ կապված է Մարիա Զախարովան, ուրեմն հայտարարություններ անում, հիշեցնում մոլդովական օրինակը եւ այլն, ինչ է տեղի ունենում, համեցեք։ Ռուսաստանը բնականաբար հետաքրքրված է եւ հետաքրքրված լինելու է, չի դադարելու իր հետաքրքրությունները Հայաստանում ու շարունակելու է այս նույն process-ները, հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ միշտ մեծ է եղել եւ միշտ մեծ է նույն նամանավանդ այս վերջին իրադարձություններից հետո, երբ հայկական կողմը որոշակի հստակ արդեն քայլեր իրականացնում է դեպի Եվրոպական միություն, դեպի Արևմուտք եւ մենք ոչ միայն արդեն հայտարարությունների մակարդակով ենք սրանք տեսնում, այլ հենց գործնականում գետնի վրա ոնց որ ինչ որ գործողություններ, ինչ որ քայլեր տեսնում ենք նույն Արևմուտքի կողմից։ Սա դրսևորվեց թե ընտրություններից առաջ ԵՄ հստակ դիրքավորումով եւ հստակ գործողություններ, թե ընտրություններից հետո, որը մի քիչ արդեն ավելի ուրախալի է, քանի մասնավորապես այդ առևտրի մասով, երբ Ռուսաստանը որոշակի սանկցիաներ է դնում, ուստեղ շատ հետաքրքիր է, որ քաղաքական մակարդակով հայտարարություններ են կատարում, բայց բուն գործողությունները, որոնք որ արգելում են հայկական ապրանքների ներմուծումը, ինչ որ ֆիտոսանիտարական այս պատճառաբանություններով են, այսինքն այդտեղ էլ է մի քիչ խնդրահարույց Ռուսաստանի դիրքավորում, բայց այնուամենայնիվ ինչպես միշտ Ռուսաստանը շարունակելու է փորձել ազդել, շարունակելու է փորձել պահել իր ազդեցությունը Հայաստանի վրա, թե տնտեսական, թե, չգիտեմ, մնացած բոլոր հնարավոր ուղղություններով ու մենք շարունակել ենք այս պերմանենտ, այսպես ասած, բան, նու պատերազմ չասեմ, բայց այս բանի մեջ լինել Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը շատ դժվարությամբ է տարածաշրջանը լքելու բոլոր իմաստներով, այնպես որ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի սցենարների։ Պարոն Իսկարյան, երբ ասում եք բոլոր տեսակի սցենարների, նկատի ունեք նաև հետընտրական զարգացումների էլ ականատես կլինենք, որովհետև մեր զրուցակիցներից մեկը օրինակ ասում էր, որ Ռուսաստանին այս պասիվ վիճակը ընդդիմության իր ցանկալի ընդդիմության պասիվ վիճակը այնքան էլ ձեռնտու չէ, որ նա շատ ավելի կուզեր այսպես ակտիվ գործողություններ, այստեղ փողոցային պայքարի ականատես լիներ։ Օրինակ դուք բացառում եք, որ հուլիսի 4-ին կամ դրանից հետո իրավիճակը կարող է փոխվել, թե կարող է ՍԴ-ն այնպիսի մի որոշում կայացնել, որ լիովին անակնկալի կբերի, հաշվի առնելով նաև այն օրենսդրական լուրջ փոփոխությունները, որ պիտի արվեին ընտրություններից առաջ, բայց արվում են այս խորհրդարանի վերջին արտահերթ նիստին ընտրական օրենսգրքի հետ կապված հնարավոր օրինակ ընդհանուր մինչև նոր ընտրությունների ինչ է տեղի ունենում։ Բարդ է իրականում կանխագուշակել թե ինչ սցենարներով կգնան, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանը ենթադրելի է ինչ որոշում կկայացնի ըստ էության եւ ընդդիմությունն էլ կվերցնի մանդատները եւ կգնա աշխատելու, որպեսզի թույլ չտա, հա, իշխանությանը միայնակ, այսպես ասած, որոշումներ կայացնելու, փորձել ինչ որ հանրային բաներ, ինչ որ մեդիայում դա դաշտը լցնել եւ այլն, այսինքն այս առումով ես այնց շատ մեծ անակնկալներ չեմ սպասում ընդդիմության կողմից, որովհետեւ եթե իրապես եթե ինչ որ խնդիրներ լինել, իրապես եթե ընտրությունները կեղծված լինեին, ընդդիմությունը հենց ամսի, չգիտեմ, 7-ի գիշերը արդեն դուրս կգար փողոց, հենց ու կփորձեր ինչ որ բաներ անել, բայց քանի որ ստեր մի քիչ խնդրահարույց բաներ կան, այսինքն ամեն ինչ այդքան էլ հստակ չի, փորձում են ինչ որ օրենսդրական, հա, սահմանադրական դատարան եւ այլն, այս ինչ որ սիմվոլիկ այդ բաները, հա, այդ ծիճկաները դնել, այնուհետև բայց ասում են գաղտնի պլան, այստեղ ուզում եմ հիշեցնել երկու օր առաջ օրինակ Սամվել Կարապետյանի հայտարարությունները, որ իրենք ունեն գաղտնի պլան, պլան B ունեն, G ունեն, իրենք ունեն ինչպես են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, որովհետև օրակարգը դա է լինելու եւ ասաց, որ նաեւ այդ արտախորհրդարանական ուժերի ուրեմն առաջնորդների հետ են շարունակում հանդիպումները, ուղղակի հայտարարություններ են, պարոն Իսկարյան, թե իսկապես ունեն ինչ որ գործողությունների
պլան, գաղտնի Դա պլան։ ես դա եմ ուզում հասկանալ, ինչ գործողությունների պլան, այսինքն ինչ պիտի անեն, պարոն Մարուքյանի հայտնի բանն է, հա, շենքեր գրավեն, ինչ անեմ ասում հիմա, այսինքն ընդդիմությունը իրականում բավականին մեծ տոկոսով ձայներ տարա, որ օրինակ ես այդքան էլ չէի սպասում, որ հենց այդ քանակի ձայներ կտանի, իշխանությունը ավելի քիչ ձայներ ստացավ, քան կանխատեսելի էր, այնպես որ ընդդիմության բանով ավելի շատ այս ընտրությունների արդյունքները իմ կարծիքով ձեռնտու են ընդդիմությանը, քան իշխանությանը, այս իրականում այս մեր 26 թվականի պարլամենտական ընտրություններն, այնպես որ այստեղ ուրիշ անելու բան իմ կարծիքով էլ ինչ ես օրենքի շրջանակներում մաքսիմումը որ արեցին այդ համանդրական դատան դիմելն ու բողոքարկելն էր, որը որ ամսի 4-ին մենք պատասխաններ կստանանք, հայտարարություն կլինի ու իմ կարծիքով այդ դրանից հետո ինչ որ բան անել ես չեմ կարծում որ հա այտենց իրատեսական է կգնան կվերցնեն մանդատները կաշխատեն պարլամենտում եւս 5 տարի եւ արդեն 31 թվականին կհասկանանք ինչ է լինում մեր երկրի հետ։ Պարոն Միսկարյան, դուք ասում եք եւս 5 տարի կաշխատեն, բայց նրանք ունեն այդ պլանը իշխանությունից օր առաջ հեռացնելու Նիկոլ Փաշինյանի եւ նա տարբեր տեսակետներ են հնչել, որ այս խորհրդարանը այսքան երկար, ինչպես դուք եք նշում, այսինքն օրենքով սահմանված կարգով, մինչեւ 31 թվականը ուղղակի ի վիճակի չի լինելու ձգելու, աշխատելու դուք այդպիսի անկանխատեսելի իրավիճակ պատկերացնում եք, թե ոչ։ Բարդ է ենթադրել, բարդ է ինչ-որ ենթադրություններ անել այս մասով։ Ես կարծում եմ, որ օրինակ 26 թվականը ընտրական մասով ցիկլով դեռ չի ավարտվել։ Մենք սեպտեմբերից մինչև դեկտեմբեր շուրջ 40 թիմերում տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ ունենք, որոնք նույնպես շատ կարևոր են։ Մենք 28 թվականին Երևանի ընտրություններ ենք սպասում, որը ոչ պակաս կարևոր է։ Այսինքն այնպես չի, որ process-ներ չկան մինչև 31 թվականը։ Իմ կարծիքով ընդդիմության համար ավելի ճիշտ կլինի ֆիքսվել այս թեմաների վրա, քան, չգիտեմ, ինչ-որ հեռացնել 21 թվականին Ռոբերտ Քոչյանը, հա, այսինքն այդ ընդդիմությունը նույնպես այդ նույն օրակարգով էր եկել իշխանությանը հեռացնելու, բայց տեսանք միջև վերջել աշխատեցին, եկան, գրանցվեցին, աշխատավարձ ստացան, չմասնակցեցին, իսկ այսինքն մենք այդ փորձը ունենք էլի ընդդիմության ինչ-որ բաներ հայտարարելու եւ Իդեպ Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտարարում նույնը, Սամվել Կարապետյանն էլ է հայտարարում նույնը, Ռոբերտ Քոչարյանը տարբեր երկրների օրինակներն են ընդհանուր մինչև բերում, որ բերում է 18 թվականի օրինակը փորձում զուգահեռներ տանել։ Այո, այսինքն իմ կարծիքով սրանք արդարացումներ են կամ ինչ-որ պատճառաբանություններ են, թե ինչու իրենց մոտ չստացվեց այդ իշխանափոխություն անելը, բայց ոնց որ իրականությունը մի քիչ այլ է, գետնի վրա իրադարձությունները մի քիչ այլ ուղղություններով են գնում, այնպես որ այստեղ մի հատ ուրիշ իշխանության կողմից արդեն հայտարարված, վարչապետի կողմից հայտարարված այդ ապօրինի, չգիտեմ, այդ ընտրակաշառատուների ձերբակալելու այդ սցենարով եթե օրինակ դիտարկենք, հա, եթե Նրանք երեքին էլ, հա, ինչպես ինքներ ասում, չէ, երրագլուխ, մաֆիա, չգիտեմ, ուժ այդ երրագլուխ հրեշին բանտում տեղավորելուց հետո եթե օրինակ գնա, չգիտեմ, բան ընտրությունների, արտահերտ ընտրությունների, օրինակ տեղ տրամաբանություն գուցեև լինի, այսինքն մենք չեղյալ համարենք 26 թվականի ընտրությունների արդյունքները, համարելով որ դրանք կեղծվել են ընտրակաշառքների եւ այլնի բանով ու արդեն իրական պատասխանատուները պատիժներ են կրում, հետո մենք գնում ենք ավելի մաքուր, ավելի արդար ընտրությունների։ Չգիտեմ այս սցենարը կլինի թե չէ, բայց սա նույնպես օրինակ պատահական է համարում այս օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա կյանքի կոչելը, ինչու պարոն Միսկարյան, որովհետեւ չէ որ նույն այդ քաղաքացիների հետ կապված մենք խոսում ենք Ռուսաստանից որ բերելու են դեռ հունվարին երբ հետախուզության ուրեմն գաղտնի հետախուզական ծառայությունը ուրեմն տվյալներ էր հրապարակում իր ուսումնասիրություններն էր 1-2 անգամ հրապարակել ու մենք արդեն գիտեինք այս սցենարը մոտավորապես ընտրակաշառքների հետ կապված դեռ ընտրություններից ամիսներ առաջ էինք առաջին հայտարարությունները հակակոռուպցիոնի տալիս, բայց իշխանությունը ինչ էր ասում, իշխանության ներկայացուցիչները ասում էին, եթե մենք գնանք հիմա այս ուժերին արգելելու ճանապարհով, սա ժողովրդավարությանը դեմ գործընթաց կդիտարկվի։ Հիմա ասում են, որ ծավալները այսպես չէին պատկերացնում։ Դրա համար են այսքան արագանում, թե ինչ որ իրենք էլ իրենց, այսպես ասած, գործողությունների պլան բնում են։ Երևի այդ ավելի շատ ձեր նշած երկրորդ տարբերակն է, գուցե նաև այս արտահերտ ընտրությունների գնալու սցենար են դիտարկում որպես պլան B եւ փորձում են ինչ-որ անվտանգության բարձիկներ ստեղծել իրենց համար հավելյալ, այսինքն նույն այդ Ռուսաստանից բերվել, բայց իրականում ես չեմ կարծում այդ Ռուսաստանից բերված մարդկանց
քանակը եւ նրանց ազդեցությունը այս ընտրություններին իմ կարծիքով մի քիչ չափազանցրած է, որովհետեւ ես օրինակ այդ իրականում որ նայում ես այդքան մեծ թվակ, գուցե 10,000, գուցե 20,000, բայց որ հավաքական ընդդիմությունը 500,000-ից ավել ձայն է ստացել, սա ազդակ է այս իշխանությունների համար եւ ընդհանրապես ժողովրդավարության համար, որ մինչեւ 31 թվականը, եթե այս տեմպերով իշխանությունը այս ոճով աշխատի, իրականում շատ հնարավոր է, որ 31 թվականին մենք շատ վտանգավոր իրավիճակում լինենք։ Իրենք էլ են ասում, որ սա ստեցան իրենց վերջին հնարավորությունն է։ Դե հա, բայց պետք է աշխատել էլի, այսինքն դե բոլորս էլ հասկանում ենք, որ 31 թվականին նույն, չգիտեմ, իրական լրիվ այլ քաղաքական դաշտ ենք ունենալու իմ պատկերացմամբ, որովհետեւ նույն Ռոբերտ Քոչարյանը այլևս չի լինի, շատ արևմտյան, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական գործիչների, ընդդիմադիր ուժերի այս ընտրությունները ցույց տվեցին, որ շատ ցածր տոկոսներ, այսինքն մի քանի հազար ձայն ընդամենը ստացան ու հիմնական պայքարը գնաց քաղաքացիական պայմանագիր ու այդ երեք ուժերի միջև ու 31 թվականը մինչև նույն Նիկոլ Փաշինյանը նույնպես իմ պատկերացմամբ չի լինելու, չգիտես քաղաքացիական պայմանագրում ինչ կոնֆիգուրացիաներ կլինեն։ Այսինքն կայլենցների օրը նույնիսկ Ալեն Սիմոնյանն ասում էր մենք 31-ին էլ ենք ընտրվել, ես դա եմ ուզում ձեզ հիշեցնել։ Ալեն Սիմոնյանն նաև ասում էր, որ ինքը շարունակ, չգիտեմ, ուզում է եւ մեծ ցանկություն ունի ազգային ժողովի նախագահ լինել 26 թվականի այդ ընտրությունից հետո, բայց փաստերը ոնց որ մի քիչ այլ են եւ իրականությունը այլ է։ Լավ, պարոն Միսկարյան, տեսեք, երեք էլ ուրեմն վարչապետը դատախազներին էր շնորհավորում այդ կարևոր օրվա կապակցությամբ եւ մենք ինչ ենք տեսնում, որ կարևոր նորից հայտարարություններ, հա, Հայաստանում արդարության, արդարադատության հետ կապված արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, ուրեմն այսպես է ձևակերպում վարչապետը դատախազության հիմնադրման օրվան նվիրված միջոցառմանը, ուրեմն այսպես ասած գույքագրելով խնդիրները։ Մենք դեռ պիտի գույքագրեինք այս խնդիրները, թե մենք արդեն շատ կոնկրետ հանձնարարականների արդյունքները ձեռքներից առաջ պիտի գնայինք, այսինքն եւ նաեւ վարչապետը մեջբերեց այս ընտրություններում առաջացած խնդիրները, հիմա երբ նորից գույքագրում ենք, շանս կա, որ դրանք իսկապես մի օր լուծելու ենք։ Շատ կուզենայի, որ այդ խնդիրներն արդեն լուծված լինեին։ Ես հիշում 21-22 թվականների այդ դատարանների շրջափակում բան, այսինքն այն ժամանակ դեռ այդ խնդիրը կար 2018-ին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, դա ամենաառաջնային խնդիրն է, որ դատաիրավական համակարգը արդարադատություն չի իրականացնում Հայաստանում էլիտաներին, են հիմա անցել է արդեն 8 տարի եւ ավելի, հա, ու ես օրինակ որ հայտարարում են էլիտաներին է սպասարկում արդարադատության համակարգը, ինձ օրինակ հետաքրքիր է այս գործող իշխանությունը, նույն Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահը, այդ էլիտաների մեջ մտնում են, թե չէ, այսինքն եթե դատաիրավական համակարգը նրանց նույնպես սպասարկում է, թե չէ, այսինքն թե միայն ընդդիմության էլիտաներին։ Հիմա այստեղ խնդիրներ կան։ Դե ուզում եմ այստեղ մեջ բերել, շարունակել, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ եւ սա լուրջ ֆունդամենտալ խնդրեմ է։ Այդ խնդրին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ։ Ես ուրեմն նրա ելույթից մի հատված, հա, հիմա մենք այս գնահատականը երբ վարչապետն է հնչեցնում, սա կարող ենք ասել ըստ էության, սա պետական մակարդակով դատաիրավական համակարգի ախտորոշումն է տրվել։ Իմ կարծիքով սա մի քիչ ավելի վտանգ, եթե իրականում այս ամեն ինչը ինչ ասում է, հա, այսինքն սա կան մարդիկ, որոնք պետությանը չեն ենթարկվում, այսինքն ավելի բարձր են, քան պետությունը։ Այսինքն սա կոչվում է, չգիտեմ, deep state կամ ինչ որ մի բան, որ պետությունը ուղղակի չի կարողանում այդ մարդկանց վրա ազդել։ Այսինքն սա, չգիտեմ, շատ վտանգավոր բան է, սա պետք է 8 տարի հետո որ նոր դու հայտարարում ես դրա մասին, այնպես իրավիճակում մի քիչ ուշացած գնացքի հետևից վազել է, այնպես խնդիրները պետք է, սրանք շատ ծանր խնդիրներ են, շատ լուրջ խնդիրներ են, սրանց մանդատը իշխանությունը ստացել է 2018 թվականին, ստացել է 2021 թվականի այդ խնդիրները լուծելու համար, 2026 թվականին էլի ստացել է մի քիչ վերապահումներով, հիմա 26 թվականից հետո նորից հայտարարում են դրա մասին։ Սա այս իշխանությունների թերի աշխատանքի, թույլ աշխատանքի կամային ցածր, հա, այսինքն քիչ գործադրած ջանքերի արդյունքն է, որ մենք այսօր ունենք այս իրավիճակը։ Գիտեք, Բաքվից ուրեմն Հայաստան է եկել աշխատանքային այցով Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այնտեղ մի շարք հայտարարություններ էին, օրինակ ինչ էր ասում Ալիև, ասում էր այդ խաղաղությունը արդեն հաստատված է եւ Լայենն էլ ասում էր դե ուրեմն թղթե վրա գրված այդ փաստաթուղթը, ուրեմն ուզում ենք աջակցել, որ կյանքի կոչվի։ Եվրամիությունը լրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին։ Մենք տեսնում ենք, որ
մեծ հաշվով ուրեմն Հայաստան այս այցը շատ կարևոր է, սրան կհաջորդի նաև Կոսի այցը ամսի 5-ին, ինչ է տեղի ունենում եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանն էլ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց առայն, որ Եվրամիությունը մեր ամենահուսալի գործընկերներից մեկն է, շարունակում մնալ եւ այլն եւ այլն։ Որ մենք ավելի մոտ ենք, քան երբևէ Եվրամիության, սա շատ իրական դրական երևույթներ են, որ պետք է արձանագրել, այս այն խնդիրները, որ մենք տնտեսական կարող ենք ունենալ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կնճռոտ այս հարցերը մինչև չլուծվեն կամ եթե կլուծվեն կամ չեն լուծվի, արդյոք այդ գումարները կոմպենսացնելու են ամեն ինչ որ ունենալու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը արտահանման մասով, արդյոք մենք միայն դիտարկում ենք դեպի Եվրոպա արտահանումը, թե օրինակ, չգիտեմ, ծոցի երկրներ նույնպես դիտարկում ենք, ինչ է մտածում էկոնոմիկայի նախարարությունը, սրանք խնդիրներ են, որոնք որ պետք է հասցեագրել ու պետք է աշխատել այդ ուղղությամբ, որովհետև Ռուսաստանը մենք իրականում եթե մի քիչ անկեղծ լինենք, մենք Ռուսաստան արտահանում ենք թե կոնյակը, թե լոլիկը, թե նույն մնացած այն ինչ որ արտահանում, ոչ այդքան բարձր մակարդակի, բարձր ստանդարտների։ Այսինքն գուցե նաև մենք մեր վրա պետք է աշխատենք գյուղատնտեսների հետ, պետք է աշխատենք այս նախարարությունները, պետք է ավելի լավ աշխատենք, որ այդ որակական առումով ավելի բարձր արտադրանք ստանանք, որպեսզի մրցունակ շուկաներ կարողանանք դուրս գալ։ Այսինքն միայն տխրել նրա համար, որ Ռուսաստանը փակել է, ինձ թվում է հիմա քիչ է։ Իսկ եվրոպական այս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնի հետ ու նաև Կոսիա իրականում սրանք շատ դրական են ու սա էսենց էնի մասածն է, որ ընտրություններից առաջ երբ հայտարարություններ եղան, ընտրություններից հետո նույնպես գործնականում մենք գետնի վրա տեսնում ենք այս ամեն ինչը, ամրապնդվում է ավելի ինստիտուցիոնալ բան է ստանում, հա, այտենց պատկեր է ստանում ու հուսանք նաև նույն խաղաղության մասով դա բնականաբար Եվրոպական միությունը պես շահագրգռված է այստեղ խաղաղությամբ, Եմենը նույնպես ունի շահեր ու գործադրում է ջանքեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու համար։ Հուսանք կստացվի։ Շնորհակալ եմ, պարոն Նիսկարյան։ Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Նիսկարյանի հետ։